Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի արտաքին գործերի նախարարին։ Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին քաղաքացիական նախաձեռնությունը։ Ազգային ժողովը կողմ է քվեարկել падգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալուն։ Դեղերի պետական գրանցման գործընթաց, առկա խնդիրներ ու կարգավորումներ, քննարկում առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում։ Բարեկամ Իրանի հետ փոխադարձարգանքի ու վստահության վրա կառուցված երկկողմ հարաբերությունները մեծ կարևորություն ունեն Հայաստանի համար, նշել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ հանդիպմանը։ Զրուցակիցները քննարկել են միջխորհրդարանական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող երկկողմ հետաքրքրության մի շարք հարցեր։ Իրանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին ջերմընդունելության համար, նշելով, որ շատ տպավորված է Հայաստան կատարած իր այցով։ Անցնող շաբաթ խորհրդարանը գումարեց հերթական նիստերը, օրակարգում 21 հարց էր։ Քննարկումների առանցքում էր նաև քաղաքասարակության նախաձեռնությամբ Ազգային ժողով բերված օրենսդրական փաստաթուղթը։ Նախագիծը վերաբերում է Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկին։ Կարճատև դադարից հետո նախագիծը ներկայացվեց արդեն երկրորդ ընթերցմամբ, փաստաթղթում տեղ գտած առանցքային կետերը, բովանդակությունն ու նպատակները մանրամասնեց նախաձեռնող խմբից լիազորված Արտակ Զեյնալյանը։ Նշենք, որ նախաձեռնող խումբն ունի 52 անդամ։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընձեռած հնարավորության իրականացմամբ քաղաքացիական նախաձեռնությամբ ներկայացվել է օրենքի նախագիծ։ Օրենքի կարգի պահպանմամբ Հայաստանի 1000-ից ավելի համայնքներից ընդամենը 44-ում օրենքով նախատեսված ժամկետի կեսում հավաքվել է օրենքով սահմանված նվազագույն ստորագրությունների կրկնապատիկը։ Նաև հասարակական հարցումները վկայում են այն մասին, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հակված է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը անդամակցի Եվրոպական միությանը։ Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կառավարությունը ներկայացրել էր առաջարկ, որն աշխատանքային ձևաչափով քննարկվեց Ազգային ժողով կառավարություն նախաձեռնող խումբ համատեղ հանդիպմամբ։ Գործադիրի առաջարկը նախագծում տեղ է գտել փոխադարձ ընդունելի տարբերակով։ Կառավարությունն առաջարկել էր օրենքն ընդունել առանց նախաբանի, նշենք, որ նախագծի տեքստի երկրորդ հատվածը եւս խմբագրվել է եւ վերաշարադրվել։ Կառավարությունը առաջարկել էր օրենքի տեքստից հանել նախաբանը, կառավարության ներկայացուցիչների հետ քննարկումներում մենք հանել ենք նախաբանի մի մասը, այն է Հայաստանի Հանրապետությունը արտահայտելով Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը այս հատվածը դուրս է եկել նախաբանից եւ խմբագրել ենք երկրորդ հատվածը հետեւյալ կերպ Հայաստանի Հանրապետությունը նպատակ ունենալով զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, բարձրացնել հասարակության բարեկեցությունը, ամրապնդել երկրի անվտանգությունը, դիմակայունությունը եւ իրավունքի գերակայությունը, հայտարարում է Հայաստանի Հանրապետության Եվրոպական միությանը անդամակցելու գործընթացի մեկնարկը։ Քննարկվող օրինագիծը համապատասխանում է ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, հասարակության բարեկեցության բարձրացման, անվտանգության, դիմակայության եւ իրավունքի ամրապնդման Հայաստանի հանձնառությանը։ Զեյնալյանն անդրադարձավ Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովում հնչեցված հարցին, թե արդյոք մինչ այս պահը Եվրոպական միությանը անդամակցելու գործընթացին առնչվող օրենքի ընդունման վերաբերյալ եղել են արձագանքներ կամ ողջունող հայտարարություններ։ Պաշտոնյաների եւ խորհրդարանականների մակարդակով Եվրոպայի տարբեր մայրաքաղաքներից եւ ինստիտուտներից վերջին ամիսներին հնչել են միանշանակ եւ հստակ ազդակներ ի աջակցություն Հայաստանի կողմից Եվրոպական միությանը անդամակցելու գործընթացի մեկնարկին։ Քաղաքական աջակցությունը տեսանելի դարձավ թե երկկողմ հանդիպումներում, թե տարբեր միջազգային հարթակներում, հավելեց Արտակ Զեյնալյանը։ Ժամանակը կարճ է, ես կներկայացնեմ միայն Եվրոպական միության Հայաստանի խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ հանդիպման հայտարարության երկրորդ պարբերությունը, ըստ որի կոմիտեն ողջունում է Հայաստանի ազգային ժողովի կողմից քաղաքացիական նախաձեռնության կարգով Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծի ընդունումը, հրավիրում է Հայաստանի կառավարությանը Եվրոպական միության ինստիտուտներին քննարկելու իրատեսական աշխատանքային պլան, հասնելու պետության ապագայի համար այս ռազմավարական նշանակության նպատակին Եվրոպական միության պայմանագրի 49-րդ հոդվածի եւ Կոպենհագենի չափանիշների լիարժեք պահպանմամբ։
Քաղաքացիական նախաձեռնությամբ մշակված փաստաթղթի վերաբերյալ հարակից զեկուցմամբ Արման Եղոյանը հիշեցրեց, որ օրենքի նախագիծը հավանության է արժանացել գլխադասային հանձնաժողովում։ Դահլիճում հնչեցին իրարամերժ տեսակետներ։ Հայաստան խմբակցության քարտուղարը գործընթացը որակեց արկածախնդրություն։ Այս հարցի վերաբերյալ մեր խմբակցությունը մանրամասը Ավոր պատշաճի ներկայացել իր դիրքորոշումը, ինչպես նշվեց, չի մասնակցել քվեարկությանը։ Մեր դիրքորոշումը ոչ միայն մնացել է անփոփոխ, այլ ավելի ամրապնդվել մեր խոսքերի ճշմարտացիությունը։ Ուզում եմ հիշեցնել ընդհանուր ուղղություններով։ Առաջինը, որ Հայաստան եւ ԵՄ հարաբերությունները պետք է ունենան բնականոն զարգացման ընթացք, ինչի հիմքը ՍԵՊ համաձայնագիրն է եւ այս ուղղությամբ Հայաստանի իշխանությունները ուղղակի անգործության են մատնված։ Ընդդիմության փաստարկները եւ հերթական անգամ քվեարկությանը չմասնակցելը, ըստ էության ոչ մի զարմանալի բան այստեղ չկա, որովհետեւ ինչ անում մեր հարգարժան խորհրդարանական ընդդիմությունը։ Երբ որ որևէ բան, որը Հայաստանի Հանրապետության իրական շահերի հետ կապ ունեցող է, մեռածած է վանում ուղղակի։ Ակնհայտ է, որ բոլոր այն դեպքերում, որտեղ որ Հայաստանի Հանրապետությունը փորձ է անում դիվերսիֆիկացնել իր քաղաքականությունները եւ ամրապնդել իր անվտանգությունը, դուք բնականաբար գնում եք հին կոտրած տաշտակի արչև կանգնելու ճանապարհով։ Քննարկումների ավարտին ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը օրենքի նախագիծը դրեց քվեարկության։ Խորհրդարանը 64 կողմ 7 դեմ ձայներով երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը։ Տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին ծանոթանալու նպատակով խորհրդարան էին այցելել Ստոկհոլմի Արևելյան Եվրոպայի ուսումնասիրությունների կենտրոնի ներկայացուցիչները։ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հանդիպմանը կարևորել է Հայաստան-Շվեդիա սերտ համագործակցությունը, բարձր գնահատել Շվեդիայի աջակցությունը մեր երկրի խորհրդարանի կարողությունների զարգացման հարցում։ Հանձնաժողովի նախագահն ընդգծել է Հայաստանի քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հյուրերի հետ հանդիպմանը նշել է, որ Հայաստանի համար Շվեդիան կարևոր գործընկեր է, հատկապես Հայաստան-Եվրամիություն համագործակցության շրջանակում։ Հանձնաժողովի նախագահը խոսել է Հայաստան-Եվրամիություն համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման կարևորության, ինչպես նաեւ Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի վերաբերյալ քաղաքացիական նախաձեռնության մասին։ Հանդիպումների ընթացքում հյուրերը հետաքրքրվել են Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններով, խորհրդարանական գործունեությամբ։ Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը նշել է, որ Շվեդիան ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ ձեռք բերված համաձայնությունը եւ խրախուսում արագ ստորագրումը։ Հերթական նիստերի շրջանակում քննարկվեց падգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը։ Հանրապետության գլխավոր դատախազը ազգային ժողով էր եկել միջնորդության հիմքերով, որոնք ներառում էին 2 դրվագ։ Դատախազը մանրամասնեց հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթով նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալներ։ Սլավիկ Կարապետյանը իր կնոջ հոր Աշոտիկ Կամովոսյանի խնդրանքով 2023 թվականի օգոստոսի 8-ին դիմել է իր մտերիմ Սլավիկ Պողոսյանին, որպեսզի նա իր հերթին դիմի պաշտոնատար անձ հանդիսացող օրենսդիր իշխանության ներկայացուցչին 200-ից 300,000 դոլար գումարի դիմաց, օգտագործելու ՍԱՏՄ պաշտոնատար անձանց նկատմամբ ունեցած ենթադրյալ ազդեցությունը, վերջինների կողմից իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով Աշոտիկ Կամովոսյանի օգտին ապօրինի գործողություններ կատարելու, այն է առանց համապատասխան փաստաթղթերի կամ կեղծ փաստաթղթերով գյուղատնտեսական կենդանիներ արտահանելու գործընթացը կազմակերպելու համար։ Աննա Վարդապետյանի փոխանցմամբ օրենսդիր իշխանության ներկայացուցչի հետ հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո Աշոտիկ Կամովոսյանը եւ Սլավիկ Պողոսյանը նույն օրը մեկնել են Եղարքունիքի մարզ, որտեղ Սլավիկ Պողոսյանը քննարկում է ունեցել Աղազարյանի հետ, ով ընդունել է վերոնշյալ առաջարկը։ Քրեական վարույթով ստացված փաստական տվյալների հաշվառմամբ էլ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը ներկայացրել է առերևույթ հանցանքի մասին հաղորդում։ Վարդապետյանն ընթերցեց 23-ին հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված եւ 24 թվականին քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթների հոդվածները ու ներկայացրեց վարույթն իրականացնող քննիչի հաղորդումը եւ ստացված փաստական տվյալները։ Քրեական վարույթի ընթացքում իրականացված թվային խոզարկության ժամանակ հայտնաբերվել են տեսաձայնագրություններ, որոնց ուսումնասիրությամբ պարզվել է, որ Արամ անունով քաղաքացին 2024 թվականի հունվարի 20-ին դիմել է Հայկ Նազարյանին հայտնելով,
որ 2021 թվականին մաս ընդհանուր $23,000 եւ $300,000 դրամ է տվել պաշտոնատար անձ հանդիսացող Հայաստանի Հանրապետության օրենսդիր իշխանության ներկայացուցչին իր օգտին գործողություններ կատարելու։ Այն է, իրավասու պետական մարմինների կողմից վթարային վիճակում գտնվող դպրոցը քանդելու թույլտվություն ստանալու, այդ հողատարածքի մի մասի վրա դպրոց կառուցելու, իսկ մյուս մասի վրա պաշտոնատար անձ հանդիսացող օրենսդիր իշխանության ներկայացուցչի օգնությամբ բազմաբնակարան բնակելի շենք կառուցելու թույլտվություն ստանալու համար։ Քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով անցնող քրեական վարույթի ուսումնասիրման պարզվել է, որ ձեռք են բերվել փաստական տվյալներ, որոնք հիմք են տալիս падգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում։ Ոստի քրեական դատավարության օրենսգրքի 38 հոդվածի առաջին մասի 14-րդ կետի պահպանմամբ 2025 թվականի մարտի 7-ին հսկող դատախազի կողմից ներկայացվել է առաջարկություն քրեական հետապնդման անձեռնմխելիությունից օգտվող Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ հանդես գալու։ Աննա Վարդապետյանը որոշակի տվյալներ ներկայացրեց քրեական վարույթից, ներկայացվածի մի մասն էլ առնչվում է Արաբական Միացյալ Էմիրություններ ոչխարների արտահանումը կազմակերպելու ապօրինի վարձատրության պահանջին։ Ըստ ներկայացվածի Աղազարյանը դիտարկել է առաջարկն ու կայացրել որոշում։ 2023 թվականի օգոստոսի 9-ին Հովիկ Աղազարյանը զանգահարել է Սլավիկ Պողոսյանին եւ առաջարկել հանդիպել ազգային ժողովի վարչական շենքի մոտ։ Աղազարյանը հայտնել է, որ գործընթացն իրագործելու նպատակով արդեն իսկ պայմանավորվածություններ է ձեռք բերել պաշտոնատար անձանց հետ, սակայն չի հստակեցրել թե ում հետ, որից հետո գործընթացը սկսելու համար պահանջել է $100,000, նշելով, որ գումարի մյուս մասը $100,000-ը կպահանջի հետագայում գործարքի մեկնարկից հետո։ Ընդ որում Աղազարյանը հայտնել է, որ նշված գումարի դիմաց կարող են արտահանել անսահմանափակ քանակի կենդանիներ։ Աղազարյանի առաջարկած պայմաններին հակառակ կողմը համաձայնվել է, սակայն չեն կարողացել հավաքել ընդհանուր $20,000 գումար եւ առաջարկել են մնացած մասը վճարել կենդանիների յուրաքանչյուր խմբականակի արտահանման ժամանակ։ Աղազարյանը սակայն առաջարկից հրաժարվել է, վրդովել եւ նշել, որ դա իրենց նախնական պայմանավորվածությամբ որոշված գումարի չափը չէ։ Իսկ ինքն արդեն պայմանավորվածություններ է ձեռք բերել պաշտոնատար անձանց հետ եւ հրաժարվել է $20,000 գումարը վերցնել։ Ըստ միջնորդագրի վերանշվածները հիմնավորվել են մի շարք ապացույցներով, կատարվել են մուտքային ելքային զանգերի եւ հաղորդագրությունների վերծանումներ։ Վարդապետյանը մանրամասներ ներկայացրեց նաեւ երկրորդ վարույթից, որը ստացվել էր քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության վարչությունից։ Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դրվագով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Աղազարյանը շինարարական ընկերություններից մեկի նախագահին խոստացել է միջնորդել Աջափնյակ վարչական շրջանում քանդվելիք վթարային 136 հիմնական դպրոցի մի մասը տալ նրան բազմաբնակարան շենք կառուցելու համար։ Գործընթացը կազմակերպելու նպատակով Արամ Մկրտչյանը 2021 թվականին մաս ընդհանուր $23,000 եւ $300,000 դրամ է տվել ազգային ժողովի падգամավոր Հովիկ Աղազարյանին։ Իմ ու իր խոսակցությունների մեջ որևէ $23,000 շոշափվել է։ Դուք ոչ մի անգամ չեք հերքում գումարի ստացման փաստը, պարոն Աղազարյան, խնդրում եմ կարդացեք ձեր ցուցմունքները։ Չնայած խոստմանը Հովիկ Աղազարյանը չի կարողացել կազմակերպել իրավասու պետական մարմիններից համապատասխան թույլտվություններ ստանալու գործընթացը եւ դատախազի փոխանցմամբ միաժամանակ հրաժարվել է վերադարձնել տրված գումարը։ Գնահատելով քրեական վարույթով հավաքված ապացույցները, վերաբերելիության, թույլատրելիության, հավաստիության բոլոր ապացույցների համակցությունը Աննա Վարդապետյանն արձանագրեց։ Միջնորդում եմ տալ համաձայնություն ազգային ժողովի 8-րդ գումարման падգամավոր Հովիկ Հովսեփի Աղազարյանի նկատմամբ երկու դրվագով քրեական հետապնդում հարուցելու մասին։ Նշեմ նաև, որ մյուս անձանց վերաբերյալ քրեական վարույթի մասը անջատվել է արդեն եւ ազգային ժողովի նիստից հետո վարույթն ամբողջությամբ կուղարկվի դատարան։ Падգամավորների հարցադրումները գլխավոր դատախազին շարունակվեցին ձեռք բերված ապացույցների ու նախաքննական գաղտնիության մասով։ Շուրջ 2 օր տևած քննարկումներից հետո Հայաստան խմբակցության քարտուղարը միջնորդությունը որակեց քաղաքական հետապնդման դասական օրինակ։ Ամենևին նպատակ չունեմ աջակցել Հովիկ Աղազարյանի, բայց տեսեք, այնինչ ներկայացված այս միջնորդության մեջ եւ այն ինչ ներկայացվում է ժամանակագրական կարգով, նորից եմ կրկնում, իրավունքի դասագրքերում համարվում է դասական քաղաքական հետապնդման փորձ, միջոց։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավարը զերծ մնաց գործի դրվագների վերաբերյալ խոսելուց։ Հայկ Կոնջորյանն անդրադարձավ քաղաքական բովանդակությանը եւ ընդդիմության կողմից Աղազարյանի պաշտպանությունը դիտարկեց սերիալային մակարդակում։ Падգամավորն անդրադարձավ նաեւ ավտորիտարիզմի մասով իշխանության հասցեին հնչած մեղադրանքներին։ Պարոն Աղազարյան, ասում եք, որ
Ձեզ ենթարկում են քաղաքական հետապնդման, ասում եք, որ ճնշումներ են գործադրում, ասում եք ճնշման, ասում եք, որ Հայաստանում ըստ էության ավտորիտարիզմ է ձևավորվում եւ այլն։ Պարոն Աղազյան, եկեք նայեք փաստերին։ Հրաժարվել եք կատարել քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության հորդորը, հրաժարվել եք դնել ձեր պատգամավորական մանդատը, դրանից հետո ակտիվորեն իրացրել եք ազատ խոսքի ձեր իրավունքը ժողովրդավարական երկրում, հետո հիմնադրել եք կուսակցության համագումար եք արել եւ հիմա մտել եք քաղաքական պայքարի մեջ ու հայտարարում եք, որ դուք մասնակցելու եք քաղաքական գործընթացներին եւ թույլ չեք տալու, որ կառավարությունը ներկա իշխանությունը վերարտադրվի։ Սա ավտորիտարիզմ է։ Սա դասական ժողովրդավարություն է։ Պարոն Մինասյան, ասում եք դասական բռնապետություն։ Հələ տեսեք ուր ենք հասել։ Ավտորիտարիզմից եք խոսում։ Եկեք մի հատ խոսանք ավտորիտարիզմից, էլի։ Դուք ձեր խմբակցության падգամավորին, որը վատ բան չէր արել, ընդհանրապես ազգային ժողովի նախագահի հետ գնացել էր գործուղման ու նկարվել էր։ Այդ մարդուն այնքան հետապնդեցիք, վերջում այդ մարդը հիմա ձեր խմբակցության անդամ չի։ Այն բանի համար, որ ընդհանրապես իր աշխատանքն էր կատարել։ Եզրափակիչ ելույթով ամբիոնին մոտեցավ նաև Հովիկ Աղազարյանը։ Ավտորիտարիզմը մի մակարդակ ցածր է բռնապետությունից եւ այս պահին իմստեր գտնվելու հանգամանքը ես պետք է օգտագործեմ եւ փորձում եմ օգտագործել, որ ավտորիտարիզմը որ կայանում է չդառնա բռնապետություն։ Ելույթներից հետո հայտարարվեց քվեարկություն, որն ընթացավ գաղտնի ձևաչափով։ Արդյունքները հրապարակեց ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը, այսպիսով Հովիկ Աղազարյանին падգամավորական անձեռամխելիությունից զրկելու միջնորդությանը կողմ քվեարկեց 65 դեմ 2 падգամավոր։ Հանրապետության գլխավոր դատախազը ազգային ժողովին ներկայացրեց հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին եւս մեկ միջնորդագիր։ Քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով անցնող անձը պատիվ ունեմ խմբակցության падգամավոր Տարոն Մարգարյանն է։ Ըստ միջնորդագրի Մարգարյանը քաղաքապետարանում աշխատած տարիներին զբաղվել է փողերի լվացմամբ, հանցավոր ճանապարհով դպրոցական եւ նախադպրոցական հաստատություններից օրինականացրել է հողատարածքներ, առանձնապես խոշոր չափերով գույքեր, պետությանը պատճառելով էական վնասներ։ Աննա Վարդապետյանը մանրամասնեց քրեական վարույթն ու ժամանակագրական պատկերով ներկայացրեց Մարգարյանի եւ մի շարք այլ անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման դրսևորումները։ Վերջիններս Երևանի տարբեր վարչական շրջաններում գտնվող կրթական հաստատություններից ապօրինի առանձնացրել եւ օտարել են հազարավոր քառակուսի մետրերի հասնող հողատարածքներ։ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության, Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից, պաշտոնական դիրքի եւ քաղաքաշինություն փակ բաժնետիրական ընկերության ծառայողների կողմից, իրենց լիազորությունների չարաշահմամբ, Երևան քաղաքի Բեկնազարյան փողոցի 5 հասցեում գտնվող, թիվ 185 հանրակրթական դպրոց Պոակին, անհատույց օգտագործման հանձնված, պետական սեփականություն հանդիսացող 15523 քառակուսի մետր մակերեսով հողատարածքից 3581.43 քառակուսի մետր մակերեսով հողատարածքը ապօրինի առանձնացնելու եւ օտարելու դեպքի առթիվ 2018 թվականի օգոստոսի 9-ին ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Ինչպես փաստեց Վարդապետյանը, տարբեր ժամանակահատվածներում նույնանման յուրացումները շարունակվել են Տարոն Մարգարյանի եւ այլ շրջանակների կողմից։ Տեղեկացնենք, որ միջնորդագրի քննարկման ժամանակ Տարոն Մարգարյանը եւ ընդդիմադիր երկու խմբակցությունների падգամավորները բացակայում էին նիստերի դահլիճից։ Տարբեր վարույթներով անցնող քրեական գործերի շրջանակում էր նաեւ պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանի, նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ մի շարք այլ անձանց կողմից իրականացված կոռուպցիոն գործարքները։ Տարոն Մարգարյանը պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի հետ գտնվելով մտերիմ փոխհարաբերությունների մեջ եւ նպատակ ունենալով թիվ 185 հանրակրթական դպրոց Պոակին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված եւ պետական գույքի կառավարման վարչությանն ամրացված 15523 քառակուսի մետր մակերեսով պետական սեփականություն հանդիսացող հողատարածքից պաշտոնական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաեւ պետական սեփականություն հանդիսացող հողամասն ինքնակամ զավթած անձանց նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ չկիրառելու միջոցով առանձնացրել է հանցավոր ճանապարհով 1939 քառակուսի մետր մակերեսով տարածք։ Ապա այդ տարածքը օտարել է իր եւ Արման Սահակյանի հետ փոխկապակցված անձանց։ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց հետ նախապես պայմանավորվել է նշված գույքն ապօրինի առանձնացնելու եղանակով դուրս բերել պետության ֆոնդից եւ ներառել Երևանի քաղաքապետարանի գույքային ֆոնդ։
Ըստ միջնորդագրի այնուհետև ակնհայտ հանցավոր ճանապարհով այն դուրս է բերել քաղաքապետարանի գույքային ֆոնդից եւ օտարել մերձավորներին, այդ թվում օգնականին եւ ինչպես դատախազն է փաստում, այդ կերպ առանց խոչընդոտների Տարոն Մարգարյանը օրինականացրել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը։ Վարդապետյանի փոխանցմամբ գույքային ու տարածքային յուրացումները կրել են շարունակական բնույթ, հանրակրթական ու հատուկ դպրոցներ եւ նախակրթարաններ։ Ապօրինի գործարքները հիմնականում իրականացվել են նույն եղանակով։ Դրանք սկզբում նախ դուրս են բերվել համայնքային գույքային ֆոնդից, ներառվել Երևանի քաղաքապետարանի գույքային ֆոնդ, ապա ակնհայտ հանցավոր ճանապարհով դուրս բերվել քաղաքապետարանի ֆոնդից եւ ձևականորեն ներառվել այլ անձանց գույքային ֆոնդ։ Արդյունքը նույնն է, տնօրինման իրավազորության իրականացման միջոցով օտարվել են մերձավորներին։ Միջնորդագիրը մանրամասնելուց հետո Աննա Վարդապետյանը նշեց, գնահատելով քրեական վարույթով հավաքված ապացույցները վերաբերելիության, թույլատրելիության, հավաստիության եւ բոլոր ապացույցների համակցությունը առկա են բավարար փաստեր։ Միջնորդում եմ տալ համաձայնություն ազգային ժողովի 8-րդ գումարման падգամավոր Տարոն Անդրանիկի Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին։ Միջնորդագրի վերաբերյալ եղան հարցեր, որից հետո խմբակցության տեսակետ ներկայացրեց Հայկ Կոնջորյանը։ Խմբակցության ղեկավարը խոսեց ոչ թե գործի դրվագներից, այլ քաղաքական համատեքստից։ Մենք մանկապարտեզ եւ դպրոց ենք կառուցում։ Մենք ասում ենք Հայաստանում պիտի մինչև 2026 թվականը մեր առջև խնդիր ենք դրել կառուցել 300 դպրոց, 500 մանկապարտեզ։ Իրենք մանկապարտեզ եւ դպրոցներ են գողացել եւ սեփական անշնորհել։ Սա երկու բևեռային աշխարհայացքի մասին է խոսում։ Երբ որ դու մանկապարտեզ ես կառուցում, դու այդ երկրի հետ ապագա ես կապում։ Դու ուզում ես, որ այդտեղ երեխաներ ծնվեն, մանկապարտեզներում երեխաներ այցելեն, դպրոցներում երեխաներ սովորեն։ Դու ուզում ես, որ սերունդ մեծանա քո երկրում։ Դու քո երկրի հետ ապագա ես կառուցում։ Երբ որ դու մանկապարտեզ ես քանդում, մանկապարտեզ ես սեփական աշտորում, դպրոց ես մասնավորեցնում, երբ որ դու կրթական օջախը տանում սարքում ես, չգիտեմ, ասենք ժամանցի վայր, բիլիարդանոց եւ այլն, դու այդ երկրի հետ ապագա չես կառուցում։ Դու դա քո հայրենիքը չի։ Քո հայրենիքը ուրիշ տեղ է։ Ուրիշ տեղ է քո հայրենիքը։ Այնտեղ որտեղ որ քո թալանած փողերը օֆշորներում պիտի հանգրվան են, այնտեղ է քո հայրենիքը։ Նիստն ընդմիջվեց ու падգամավորները գնացին գաղտնի քվեարկության։ Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահի տեղեկացմամբ Տարոն Մարգարյանի մասով ներկայացված միջնորդագրին կողմ քվեարկեց քվեարկությանը մասնակցած 67 падգամավոր։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցությունը նախաձեռնել էր օրենքի նախագիծ, համաձայն որի առաջարկվում էր 2026 թվականի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը սահմանել այնպես, որ այն պակաս չլինի պարենային զամբյուղի ամսական արժեքից, իսկ միջին աշխատանքային կենսաթոշակի չափը սպառողական զամբյուղի ամսական արժեքից։ Խմբակցության կողմից արտահերթ համարված հարցը քննարկվեց Ազգային ժողովի հերթական նիստերի ընթացքում։ Քաչ հայտնի է, որ Հայաստանի Հանրապետության շուրջ 494,000 կենսաթոշակառուների թոշակների մակարդակն այսօր խիստ ցածր է եւ բնականաբար անհրաժեշտություն կա հատկապես հիմա այս փոփոխությունն ընդունել, նշեց Հայաստան խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, զեկուցելով այն նախագիծը, որը երկրորդում էր կառավարության հնգամյա միջոցառումների ծրագրի մի բաղադրիչը։ Կենսաթոշակառուները նվազագույնը երաշխավորված ունենան օրենքով, որ իրենց ստացվող կենսաթոշակը չի կարող ավելի պակաս լինել, քան այն նվազագույն կարիքներից, որոնք ծախսում են սննդամթերքի վրա։ Դուք տեր եք ձեր խոստմանը առնվազն գոնե այս մասով, թե ոչ, եւ եթե այո, ապա այս օրենքը պետք է ընդունվի եւ երաշխավորի, որպեսզի 2026 թվականի հունվարի 1-ից այս չափերը դառնան անփոփոխելի։ Անկախ նրանից նախագիծն օրենք կդառնա թե ոչ, միևնույն է նշված նպատակը իշխող քաղաքական թիմի հանձնառությունն է, որ հաստատվել է 2021 թվականին կառավարության ծրագրի շրջանակում։ Այս համատեքստում 2021-ից մինչ օրս կենսաթոշակի չափերն ավելացել են 22%-ով, հիշեցրեց Հերիկ Նաստիգրանյանն ու հավելեց. Օրենքում ամրագրելու անհրաժեշտություն ըստ էության չկա, որովհետև ընտրանքային իշխող քաղաքական թիմի ծրագրից վերցնել սոցիալական բլոկի մեկ հանձնառություն եւ դարձնել դրան տալ օրենքի ուժ, կարծում եմ դա արդար չէ նաեւ մյուս մեր հանձնառությունների նկատմամբ։ Թեև 2025-ի բյուջեով կենսաթոշակի բարձրացում ուղիղ իմաստով նախատեսված չէր, այնուամենայնիվ ներդրված հետվճարի համակարգի շնորհիվ կենսաթոշակառուները ստանում են 12% հետվճարի հնարավորություն, հետևաբար սա եւս բարելավող նորմ է, նշեց պատգամավորն ու հավելեց, որ նաեւ այս հիմնավորմամբ հանձնաժողովը
նախագծին տվել է բացասական եզրակացություն։ Դեմ եք ներկայացված առաջարկին, քանի որ արդեն իսկ նման ամրագրումներ կան։ Ձեր կարծիքով Հայաստան խմբակցությունը, որտեղ բավական հմուտ եւ ոլորտին տիրապետող մարդիկ կան, ինչու են նման առաջարկ արել։ Ցույց տալու, որ իրենք ուզում են լավ բան անել կենսաթոշակառուների կյանքը լավացնելու համար, այս իշխանությունները դեմ են այդ լավացմանը։ Մենք դեմ ենք նրան, որ մեր քաղաքական ուժի կառավարության ծրագրից վերցված մեկ դրույթ բերեն մեզ հրամցնեն որպես լավություն կենսաթոշակառուների, երբ որ մենք այդ ծրագիրը արդեն իսկ իրականացնում ենք։ Ես չեմ կարծում, որ Հայաստան խմբակցությունը ձեր նշած պատճառով է ներկայացրել, ես կարծում եմ, որ ուղղակի սա մեկ փորձ է եւս, որ մեր կենսաթոշակառուներին տրված խոստումները փորձենք կատարել, որովհետեւ ինչ որ միտեղ եթե գրված է ու դա չի արվում, երևի պետքա մեկ այլ տեղ էլ գրենք, որ երևի իրականություն դառնա։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անունից ելույթ ունեցավ Հայկ Կոնջորյանը, խմբակցության ղեկավարը, դիմելով կենսաթոշակառուներին նշեց, որ ընդդիմության ներկայացրած նախագծի նպատակն է ցուցադրել, որ կառավարությունը չի ուզում բարձրացնել կենսաթոշակները, սակայն ըստ նրա դա այդպես չէ։ Ընդդիմության այս նախագիծը ոչ թե պարզապես պոպուլիզմ է, այլ շուստրի պոպուլիզմ է։ Ինչի, որովհետև ինչ ասում ընդդիմությունը։ Ասում է, հա, համաձայն ենք, որ կառավարության ծրագրով դուք նախատեսում եք դա անել, համենայն դեպս դուք արտահայտել եք այդ քաղաքական հանձնառությունը։ Եվ ասում են, շատ ենք ուզում, որ դա տեղի ունենա։ Բայց եկեք օրենքով մի հատ էլ մեր բերած օրենքով ամրագրենք, որ դա պիտի տեղի ունենա եւ ձգտում ենք դրան, որ երբ որ կառավարությունը իր ծրագրի համաձայն այս նշաձողին հասնի, այս թիրախին հասնի, մեր ընդդիմությունը գասի այ տեսեք, մենք այդ օրենքը որ չբերեինք, այս ապիկար իշխանությունը ոչ մի պարագայում չէր հասնի իր իսկ խոստման կատարմանը։ Եթե հանկարծ չկատարվի, ասեն, թե մենք ուզում էինք բերեինք, ինչ որ բան էինք ուզում անել, ժողովուրդ ջան, սիրելի թոշակառուներ, մենք ուզում էինք ձեր թոշակը բարձրացնենք, բայց այս ապիկար իշխանությունը բան արեց, հրաժարվեց, ուրեմն օրենքը ընդունել եւ ձեր թոշակները բարձրացնել։ Կոնջորյանը եւս ընդգծեց, որ կառավարությունը հանձն է առել բարձրացնել կենսաթոշակները եւ դրա իրականացման մասով անում է ամեն ինչ։ Արդյունքում ազգային ժողովը չընդունեց Հայաստան խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը։ 2018 թվականին ուժի մեջ մտած օրենսդրական բարեփոխումներով մեկնարկել է էլեկտրաէներգիական շուկայի աստիճանական ազատականացման եւ շուկայի նոր մոդելի անցման գործընթացը։ Շուկայի ազատականացման արդյունքում սպառողների համար ստեղծվել է հնարավորություն մինչ այդ գործող միակ մատակարարի Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԱԿ բաժնետիրական ընկերության փոխարեն ընտրելու նաեւ այլ մրցակցային մատակարարների։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորներ Ալեն Սիմոնյանը, Ծովինար Վարդանյանն ու Արուսյակ Մանավազյանն առաջարկում են փոփոխություններ եւ լրացումներ կատարել էներգետիկայի մասին օրենքում, նպատակ ունենալով կարգավորել ոլորտում ստեղծված իրավիճակը։ Գործող կազմակերպությունների ծավալներին ծանոթանալով կարելի է եզրակացնել, որ շուկայում առկա է կենտրոնացում եւ տվյալ օրենքի մի մասը միտված է այս կենտրոնացումը ցրելու եւ շուկայում մրցակցային դաշտը կարգավորելու համար։ Պատգամավորներն առաջարկում են օրենքով սահմանված էլեկտրաէներգիայի գնման երաշխիքից օգտվող բնական ջրահոսի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններում, արևային եւ հողմային կայաններում էլեկտրաէներգիա արտադրողներին հնարավորություն տալ առաջիկա 2 տարիների ընթացքում հրաժարվել էլեկտրաէներգիայի գնման երաշխիքից եւ մուտք գործել մրցակցային շուկա առանց այդ երաշխիքի վերականգնման իրավունքի։ Նշված իրավակարգավորումը հնարավորություն կտա ընդլայնելու էլեկտրաէներգետիկական շուկայի մրցակցային հատվածում էլեկտրաէներգիա վաճառողների շրջանակը եւ վաճառվող էլեկտրաէներգիայի ծավալները, այդ կերպ խթանելով ազատականացված շուկայի զարգացմանը։ Մրցակցային հատվածում առևտրի մասնակիցների շրջանակն ընդլայնելու նպատակով օրենսդրական նախաձեռնության հեղինակներն առաջարկում են եւս մեկ փոփոխություն կատարել եւ օրենքում ամրագրել նոր դրույթ։ Սահմանել էլեկտրաէներգետիկական շուկայում որակավորված սպառողի կարգավիճակով ինքնուրույն առանց մատակարար ընտրելու հնարավորության առևտուր իրականացնելու պահանջ այն սպառողների համար, որոնք նախորդ օրացուցային տարվա ընթացքում իրենց
6-10 կիլովատ ու բարձր լարման եւ 1 միլիոն կիլովատ ժամը գերազանցող էլեկտրական էներգիայի սպառում ունեցած բոլոր հաշվառման կետերում միասին սպառել են 12 միլիոն կիլովատ ժամից ավել էլեկտրական էներգիա։ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը փաթեթի վերաբերյալ ներկայացրեց Սերգեյ Բագրատյանը, օրենքի նախագծի վերաբերյալ դրական կարծիք հայտնեց նաև հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։ Օրենքի նախագիծը խորհրդարանն ընդունեց առաջին ընթերցմամբ։ Ազգային ժողովի Հայաստան-Չեռնոգորիա բարեկամական խմբի անդամները հանդիպել են Չեռնոգորիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Պերիշա Կաստրատովիչի գլխավորած պատվիրակության հետ։ Բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը կարևորել է Չեռնոգորիայի հետ խորհրդարանական համագործակցության զարգացումը, ընդգծելով բարեկամական խմբերի դերակատարությունը։ Նա նաև խոսել է տարբեր ոլորտներում գործակցության առկա ներուժի իրացման անհրաժեշտության մասին։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տիրող իրավիճակին, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին ու ձեռք բերված համաձայնությանը, ինչպես նաև Ադրբեջանում գտնվող հայ գերիներին եւ պահվող այլ անձանց առնչվող հարցին։ Պերիշա Կաստրատովիչը կարևորել է երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության ամրապնդումն ու խորհրդարանական համագործակցության խորացումը։ Հյուրը խոսել է մի շարք բնագավառներում, հատկապես տնտեսական ոլորտում գործակցության զարգացման մասին։ Հայաստանում գրանցված դեղերի քանակն աստիճանաբար նվազում է, եթե մի քանի տարի առաջ դեղերի ընտրությունը մեծ էր, ապա այսօր դեղատներում երբեմն դժվար է գտնել անգամ նախկինում հասանելի դեղերը։ Ինչն է պատճառը, օրենսդրական փոփոխությունը, ԵԱՏՄ նոր կանոնները, թե դեղ ներկրողների ու արտադրողների որոշումները։ Խնդրի վերհանման, քննարկման եւ հնարավոր լուծումների մշակման նպատակով Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր աշխատանքային քննարկում։ Հրավիրվել էին կառավարության, բժշկական կենտրոնների, դեղագործական ընկերությունների, դեղատների ու ասոցիացիաների ներկայացուցիչներ։ Բժշկական ռիսկեր, սև շուկայի աճ, դեղերի գների բարձրացում, առողջապահական համակարգի ծանրաբեռնվածություն ու հիվանդների արտահոսք։ Սրանք այն հիմնական սպառնալիքներն են, որոնց կարող է հանգեցնել խնդրի չկարգավորումը։ Եթե 2018 թվականին Հայաստանում գրանցված դեղերի թիվը հասնում էր 4800-ի, ապա այս տարվա փետրվարի 1-ի դրությամբ այն նվազել է, հասնելով 3260-ի։ Ինչու է սա տեղի ունենում, ըստ անկախ դեղատների ասոցիացիայի նախագահի, ամենամեծ խնդիրը հայաստանյան փոքր շուկան է, ինչի պատճառով շատ արտադրողներ չեն ցանկանում գրանցել իրենց դեղերը մեր երկրում։ Բացի այդ, դեղերի գրանցումն այժմ իրականացվում է ԵԱՏՄ միասնական կարգավորումների շրջանակում, ինչը Հայաստանում առաջացնում է լրացուցիչ բյուրոկրատական խոչընդոտներ։ Դեղերի շրջանառության ոլորտում մենք կարծես թե համահունչ չենք գնում ԵԱՏՄ գործող շուկային, այսինքն եթե ԵԱՏՄ շուկայում դեղորայքը գրանցվում է, Հայաստանի Հանրապետությունը շատ մեծ բարդություններով է ճանաչում տվյալ շուկայում գրանցված դեղերը։ Մենք բազմիցս ներկայացրել ենք առաջարկություններ, որ հարցը լուծի այսպես, այն դեղերը, որոնք թույլատրելի են Հայաստանի Հանրապետության, անհրաժեշտ են Հայաստանի Հանրապետության համար, ինչ որ ծրագրի շրջանակում արագացված կարգով ընդունվի։ Ինքնին ԵԱՏՄ գրանցումը դեռ ուղիղ չի նշանակում հասանելիություն երկրներում, որտեղ այդ դեղերը պետք է նաև ճանաչվեն ամեն մեկը կոնկրետ երկրի կողմից, ու պատճառն այն է, որ ԵԱՏՄ միասնական դեղորայքային շուկա մինչ օրս ամբողջությամբ չի ձևավորվել, ի տարբերություն ուրիշ ապրանքային շուկաների, պետք է թե աշխատանք տարվի հենց դեղարտադրողների հետ, որպեսզի նրանք ուզենան գրանցել, եւ թե նաև մենք հետաձգենք հավանաբար մեր ազգային գրանցման ընթացակարգերը, որպեսզի կարողանան արտադրողները միայն Հայաստանի համար գրանցեն, ոչ թե գրանցեն ԵԱՏՄ-ի համար, հետո փորձեն ճանաչել։ Կառավարությունը փորձում է լուծել խնդիրը չգրանցված դեղերի ներմուծման հնարավորությունները ընդլայնելու միջոցով, քանի որ գրանցված դեղերի թվի նվազմանը զուգահեռ շատ են դեպքերը, երբ տարբեր զարտուղի ճանապարհներով ապօրինի դեղեր են ներմուծվում։ Հնարավորինս պետք է ստվերը կրճատել եւ կանոնակարգել, որպեսզի դեղ արտադրողները ուզենան գան ավելի մրցակցային եւ օրինական միջավայրում աշխատեն, եւ կա երկրորդ մոտեցումը շուկան ավելի ազատականացնել, որ թույլատրվեն նաև այնպիսի դեղերի ներմուծում, որոնք գրանցված չեն այդ պահին, բայց դրանց կարիքը կա աներկբա շուկայում եւ ներմուծվեն օրինական ճանապարհով, այսինքն փաստաթղթերով եւ այլն, ու դրանով փակվի այդ դեֆիցիտը։ Գրանցված դեղերի թվի նվազումը ազդում է ինչպես դեղագործական շուկայի, այնպես էլ հիվանդների հասանելիության վրա, թե ինչ քայլեր կձեռնարկվեն խնդիրը լուծելու համար, պարզ կդառնա առաջիկայում։
Սիրելի հայրենակիցներ, այս շաբաթ խորհրդանում Նիկոլ Փաշինյանը դարձյալ պարտվողականության եւ ազգային նվաստացման քարոզ էր անում։ Նա կոչ արեց այլևս չշարունակել Արցախյան շարժումը։ Իդեպ նա վախեցավ նույնիսկ Արցախ բառը օգտագործել, Ղարաբաղյան շարժումը։ Հարց. իսկ Փաշինյանը արդյոք 22 թվականի հոկտեմբերին Պրագայում ճանաչելով, ապօրինաբար ճանաչելով Ադրբեջանի գերիշխանությունը Արցախի նկատմամբ չէր դադարեցրել Արցախյան շարժումը։ Իհարկե իր դադարեցնելը որևէ նշանակություն չունի եւ հայ ազգը եւ քաղաքական ուժերի բացարձակ մեծամասնությունը համարում են Արցախի հարցը օրակարգային, համարում են, որ Արցախի ժողովուրդը իրավունք ունի վերադառնալ իր հայրենիք եւ ինքնուրույն տնօրինել իր քաղաքական ճակատագիրը, ինչևէ, բայց արդյոք Փաշինյանը չէր դադարեցրել։ Ինչ էր արել Արցախի համար։ Ոչ մի բան։ Հետևաբար այս հայտարարությունը գուժում է, որ ինքը նոր զիջում է անելու եւ այդ նոր զիջումը արդեն Արցախին չի վերաբերվելու, ինչպես վերջի 2 տարվա ադրբեջանական բոլոր պահանջները, այլ հենց Հայաստանի Հանրապետությանը կպահանջի Ադրբեջանը նոր հանրաքվե շատ ավելի շուտ, քան թե Փաշինյանն էր գուժում, կպահանջի արտահանձնել բոլոր այն հերոսներին, ովքեր պայքարել եւ կերտել են մեր հաղթանակները, կպահանջի Միջանցք, կպահանջի 350,000 այսպես կոչված ադրբեջանցիների վերադարձ։ Ինչ է դրա դեմ Փաշինյանը անում։ Ինչ է հակադրում։ Բացարձակապես ոչինչ, բացի վիզը խաղաղություն աղերսելով։ Փաշինյանի ամեն օր նոր փորձանք է Հայաստանի Հանրապետության համար։